Մի քանի օր առաջ Նինո Ցմինդայի Գամգյոբան ստացավ նամակ այն մասին, որ սեպտեմբերի 18-ին Վրաստանի ամբողջ մասշտաբով պետք է անցկացվի շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ։ Այդ իսկ պատճառով այսօր վարչության պետ Գագիկ Կարսլյանը Գամգյոբայի բոլոր ծառայողների հետ անցկացրեց ժողով, քննարկելով կայանալիք շաբաթօրյակի մանրամասնությունները։ Ուրեմն կազմակերպվի ամսի 18-ին ժամը 10-ին ընդհանուր մաքրման աշխատանքներ, այսինքն միջավայրի մաքրման մասին, խոսքը ցելոֆանի պարգերից, շաշերից եւ այլն հարկասու տեսակետից լիքն է եւ ճանապարհները եւ ամենտեղ որ կետած մեր այդտեղին արտանպայման թողնենք պետք։ Ես վերջերս էր որ մեր ծառայությունը մեծ խենչան լինի, ակին լավ ակցիան կազմակերպվեց, ծերդ Անդրի միջի ամբողջ զիբիլ աղբուկյանացին մակրեցին, որ նրանց իրենց պարդականությունը չէր, ծեր ուդող խեմողներուն հասնը, վերոնք որ կերտան, գոն իրենց Օրենը տարիք չէ կանեք, եթե կերտան կև կենեն, ուրախություն կենեն, թողեր տանեն են, բայց իրենց հետ ունեցած աղբը բերեն ոսկորը շեներ ընդան, մենացազնեն, բերեն վարեն կամ բերեն իմիշ մետերը ձևով ոչնչացնեն, ոչ թե տանեն ուրդե որ կերտան նեստինք են ապակ անեն ու դուս կան։ Շատ մեծ մասշտաբներով անցես, արդեն մեզ համար մեծ պրոբլեմ է նույն սարսափելի վիճակն է ջիգրաշենը անդար։ Մասնավոր սեփականությունը, մասնավոր սեփականատերը տերը չելի արդեն աղբանոց են երկրորդ կարգի դարուց է դե։ Լավ գիտենք եւ հայտնի է որ մեր շրջակա միջավայրը բավականին վատթար վիճակում է այն առումով որ մեր բնակչության կողմից անտեղի կեղտոտվում է, ունենք շատ կենցաղային թափոններ, որոնք քաղաքի գյուղական վայրերի շատ ու շատ տարածքներ կեղտոտված են եւ շարունակում է այդ կեղտոտվածությունը բավականին մեծ մասշտաբների հասել։ Այսօր մեր հնարավորությունը իրականում թույլ չի տալիս, որպեսզի մենք լայնամասշտաբ ասենք այդ կարգի աշխատանքներ իրականացնենք, բնական է դա ֆինանսների բացակայությունն է, եղած տեխնիկական հզորությունների բացակայությունն է, այլ կերպ ասած չենք հասնում այն ամենի հետևից, որը ասենք իրականում կատարվում է այդ տեսակետից։ Ուրեմն Վրաստանում գործում է միջազգային ասպես ասեմ կամպանիա, որը հիմնական նպատակն է կազմակերպելու մաքրման աշխատանքներ շատ ու շատ մունիցիպալիտետներում։ Կոնկրետ այս դեպքում այս աշխատանքներն իրականացում են Սամսոն Ջավախեթիում եւ լինելով այդ տարածաշրջանի ասեմ անբաժանելի մասը մենք էլ մեր լուման մեր մասն ենք ներդնում եւ մենք մասնակցում ենք այդ ակցիային։ Այլ կերպ ասած ուրեմն սեպտեմբերի 18-ը հայտարարած է որպես մաքրման օր այդ ընկերության կողմից եւ մենք էլ մասնակցում ենք դրան։ Դրա համար մեր Գամգյոբայի աշխատակիցները եւ մեր բավականին մյուս ընկերությունները դրանք ասենք եւ երաժշտականը եւ ասենք կուլտուրան եւ ասենք երիտասարդականը եւ ասենք առողջապահական ընդհանուր բոլոր ծառայության աշխատակիցները իրենց շինությունների տարածքներում պետք է այդ աշխատանքներն իրականացնեն, կոնկրետ Գամգյոբան իր աշխատակիցների հետ վերցրել է քաղաքի լջի շրջակայքի մաքրման աշխատանքները, իսկ հանրային առողջապահության ծառայությանը մենք հանձնել ենք այգու մաքրման աշխատանքները։ Ըստորեն այդ օրենքը արդեն ուժի մեջ է մտած, բայց դեռևս այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է ասենք ազդենք բնակչության վրա եւ ասենք թե մեղավոր ամեղ եւ այստեղ չեմ ուզում փնտրել, դա պարզապես մի քիչ անբարեխիղճ վերաբերմունք է այն տարածքի այն տարածաշրջանի հանդեպ, որտեղ որ մենք բնակվում ենք, օրենքը ընդունված է, բայց դեռևս չի մշակված այն մեխանիզմը,
որի միջոցով, ասենք, մունիցիպալիտետի որևէ մի ծառայություն, մունիցիպալիտետի որևէ մի ընկերություն պետք է զբաղվի այդ տուգանքի հարցերով։ Բնական է, որ ասենք, եթե օրինակի համար վերցնենք ճանապարհային ծառայությունները, դեպարտամենտները, այնտեղ նրանք ունեն համապատասխան հսկիչներ կոնկրետ պատրուլ կոչվածի, որ ասենք ճանապարհային կարգը խախտել համար որոշակի տուգանքները ունի սահմանված եւ նշանակված, մեր մոտ էլ կան այդ չափանիշների միջանից, ասեմ, որ սահմանված եւ բացի դրանից մունիցիպալիտետն ինքը իրավունք ունի ելնելով իր կողմից սակրեբլոյի միջոցով այդ տուգանքները սահմանել, բայց դերևս մեխանիզմներ աշխատող չունենք։ Մաքրում ենք աշխարհը, մաքրում ենք Վրաստանը խորագրի տակ առաջին անգամ չէ, որ կառավարության կողմից կազմակերպվում է ակցիա։ Այս ամենին աջակցում է նաև կանաչներ ոչ-կառավարական կազմակերպությունը։ Ինչպես նշեց Հեշտիայի յուղական համայնքի ներկայացուցիչը, նմանատիպ ակցիաների անցկացնելը շատ անհրաժեշտ է, քանի որ այս ամենի միջոցով հնարավոր կլինի եղած աղբակույտները վերացնել։ Այսօրվա ժողովը հիմնականում այսօր պարզ է ամբողջ Վրաստանում մեկ հատարված է մաքրմանոր։ Մենք պարոն Կանգեբելի գլխավորության հանրարական ստացանք, որպեսզի ամբողջ նոցմիդայի տարածքը, ամեն տարածքը մաքրեն եւ այսօր մաքրման կարիք ունի պարզ է եւ ճիշտ որոշում է Վրաստանի որոշումը։ Մենք էլ բարդական ենք, ես որպես Հեշտիայի գյուղապետ մեր տարածքով ամբողջ տարածքով հանձնարարություն ստացանք, որպեսզի մաքրենք ամբողջ տարածքը, ոչ թե միայն տարածքը այս Հեշտիա մտնող կամ գյուղերի մտնող ճանապարհները։ Ինչ է կարծում այսօր կարիք կա նման ակցիա։ Ոչ թե կարիք կա, այլ պարտադիր պետք է, որովհետև դա մեր մաքրությունն է, մենք ենք սնչում այս օդը, մենք ենք կեղդոտում, գոնե մեր կեղդոտվածը մենք մաքրենք։ Բնակչությունը այսօր բոլորիս պարզ է, որ մենք մի քիչ լավ չենք տրամադրված բնության նկատմամբ, պետք է մենք գիտակցության գանք, որ մեր բնությունն է, մենք ենք ապրում ստեղ, մենք պետք է գոնե ամեն տեղ գնալիս մաքրենք, որպեսզի մաքրությունը զգա ժողովուրդը։ Այսինքն մաքրելու, տեսամ, ամոթ է, ուրիշ մարդ կա, մեր հիմնարկին աղջիկներում կնիկ մարշուտատ հանեցին, քնացիք շատ հիմնարկով, եկել եմ բանում կեսել մենքները ժողովն է դարձել, չէ կսել որնա ես տանդեր եմ, ես ֆալան եմ, եկել եմ մի տրակտորիստի տուր անոր արնելու, համբոյն եկավ տեսավ, կսեմ եզար պիտի բանը հաջերթամ, ով կսեմ եվ դիրթա, այսինքն ադիք լավ է կսեմ, դուք գործ ունեցաք արդեն։ Նմանատիպ ակցիաներ կազմակերպելը շատ կարևոր է, չէ՞ որ այս ամենը հնարավորություն կտա որոշ չափով մաքուր պահել շրջակա միջավայրն ու բնությունը, ինչպես նաև այն կհորդորի մարդկանց ավելի բարեխղճորեն մոտենալ իրենց միջավայրին ու բնությանը, քանի որ այստեղ մենք ենք ապրում ու այստեղի օդը մենք ենք շնչում։